Բարև ձեզ պարոն Բազարյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված ձեր գնահատականը կլսենք եւ այսպես իր տան բակում գնդակահարվեց Փարաքյարի ընտրված համայնքապետ Վալոդե Գրիգորյանը, տեսախցիկներով ֆիքսված է ինչպես է իրականացվում այս դաժան սպանությունը, գնդակահարությունը, բայց գրեթե 2 օր է անցել եւ որևէ մեկը կալանավորված չէ, կասկածյաններ չկան, խնդրեմ, նաեւ սպանվել է ոստիկանության ներկայացուցիչ սպա, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Նախ ուզում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել զոհվածների հարազատներին եւ առողջություն մաղթել ծանր վիրավորում ստացած քաղաքացուն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ սպանված Փարաքյարի խոշորացված համայնքի ղեկավարը մարտի 30-ին ջախջախիչ հաղթանակ էր տարել քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնատոյի նկատմամբ։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների նա շատ հարգված անձնավորություն է եղել համայնքում եւ լծվել է օր ու գիշեր համայնքի խնդիրների լուծման գործին։ Շատ ցավալի է, որ երիտասարդ մեր ազգակիցը զոհվեց ունենալով 4 երեխաներ եւ նրա գործընկեր ոստիկանության աշխատակիցը նաեւ զոհվեց ու ծանր վիրավորված անձնավորության վիճակի մասին ես դեռևս տեղեկություն չունեմ, թե ինչ վիճակում է գտնվում։ Բնականաբար այնտեղ եղել են տեսախցիկներ, որոնք արգրավվել են իրավապահ մարմինների կողմից եւ ընթանում են նախաքննական գործողություններ։ Դա աստված կարողանան այս հանցագործությունը բացահայտել, բայց իմ կարծիքով դա քաղաքական սպանություն է, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իշխանության կուսակցությունը չկարողացավ ներել իրեն հաղթած համայնքի ղեկավարի տեխնատոյին։ Դա աստված բացահայտեն։ Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ես ենթադրում եմ, որ դա այդ սպանությունը եղել է քաղաքական մոտիվացիայով։ Բացի դրանից բնականաբար համայնքապետը սպանվել է ապօրինի զենքով եւ դա մեր իրավապահ մարմինների ներքին գործերի նախարարության ոստիկանության թերությունն է, որ Հայաստանում բազմաթիվ մարդիկ կարող են ունենալ ապօրինի զենքեր եւ մարդուն իրեն տան դիմաց սպանել են, հետո մի հատ էլ սպանությունից հետո նորից կրակել է գլխին, մի հատ էլ ոնց որ ասած ստուգողական, այսպես ասած կոնտրոլի, որ համոզված լինի մահացավ թե չէ։ Նաև հետո ակադրատերն ինչպես այդ ավտոմատիկ ոտով ես այդ տեսանյութը ցավոք սրտի ինձ հիշեցրեց նաև հոկտեմբերի 27-ը, երբ որ սրիկան, ասենք, Վազգեն Սարգսյանին սպանելուց հետո հարվածում էր ավտոմատով մեր սպառապետի գլխին։ Ըստ էության ասում են ամիսներ շարունակ ահազանգ է եղել, որ նաև Փարաքյարում լարված մթնոլորտ է, որևէ կանխարգելիչ միջոցներ իրենք չեն ձեռնարկել։ Խնդրեմ այս մասով, էլի ոստիկանությունը ինչ է անում, այդքան գումարներ են Միացյալ Նահանգներից ստացել ճակերտավոր բարեփոխման համար։ Ուրեմն Հայաստանի իրավապահ մարմինները, ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը, քննչական կոմիտեն, ազգային անվտանգության ծառայությունը այսօր ոչ թե ծառայում են հանրությանը, մեր քաղաքացիների եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու ապահովմանը, այդ ծառայում են գործող իշխանության շահերին։ Ես կարող եմ օրինակ բերել Նիկոլ Փաշինյանի հրահանգով եւ քաղաքական պատվերով կալանավորված են բազմաթիվ մեր հայրենակիցներ, շինծու մեղադրանքներ են հաստիագրվել Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանի, Պայստազորի գնդապետ Միհրան Մաղսուդյանի, ազատամարտիկ Նիկոլայ Քոչարյանի եւ մի շարք այլ մարդկանց հանդեպ հարուցվել են շինծու քրեական գործեր եւ գործող դատարանների իշխանության ենթակայության ներքո գործող դատարանների ապօրինի որոշումներով նրանք կալանավորվել են։ Ես հայտարարում եմ, որ այսպես չի մնալու։ Մեր մոտեցումն հետևյալն է. մեր հայրենակիցները, քաղաքական ուժերի ղեկավարները, հասարակական կառույցների, հայրենակցական միությունների, ազատամարտիկներից կազմակերպված կազմակերպությունների, բացի երկրապահի վերնախավից եւ անհատ գործիչներ, բոլորը պետք է մի կողմ թողնեն իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, մի կողմ թողնեն իրենց քաղաքական արտաքին կողմնորոշումները, մի մասը ռուսամետ է, մի մասը արևմտամետ է,
համախմբվենք, ոտքի անենք մեր ժողովրդին ամբողջ Հայաստանով մեկ եւ ձևավորենք ուրեմն աննազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանությանը։ Պարտադրենք Նիկոլի եւ իր կառավարության հերացումը ու գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար ձևավորվի ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի արդար օրինական ազգային ժողովի նոր ընտրություններ։ Բնականաբար հանրությանը կներկայացվի պետության բոլոր ոլորտների զարգացման վերաբերյալ քաղաքական ծրագիր, որ հանրությունը չհարցնի լավ իշխանափոխություն եք անում, որ ինչ անենք, այո, իշխանափոխություն եք անում, որպեսզի հզորացնենք մեր բանակը, Նիկոլը երկիրը դարձրել է ոստիկանապետություն։ Ոստիկանների թիվը կրկնապատկել է տարբեր ստորաբաժանումների, նրանց բարձրաստիճան ոստիկանների աշխատավարձերը բարձրացրել է, որպեսզի ծառայեն իրեն։ Նրանք պետք է ծառայեն պետությանը։ Այդ ոստիկանական ստորաբաժանումների ուղիղ կեսին պետք է ուղարկել ուրեմն տեղափոխել բանակ զինծառայության։ Ում են պետք ներքին զորքերը, ժողովրդին խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար ներքին զորքերը պետք է վերափոխել սահմանապահ զորքերի եւ ուղարկել սահման զինծառայության։ Էլի փոփոխություններ են անհրաժեշտ բնականաբար կատարել, իրավական խնդիրներ կան, դատարանները պետք է անկախ լինեն։ Նիկոլը հայտարարում է. կարող է Հայաստանում լինել դատավոր, որի մասածը չկատարի։ Դու ով ես, որ դատավորին հրահանգ տաս, ինչ իրավունք ունես։ Հայաստանի սահմանադրությամբ դատական իշխանությունը, գործադիր իշխանությունը եւ օրենսդիր իշխանությունը իրարից անկախ են գործում եւ տարանջատ են գործում։ Նույն օրը առավոտյան մենք տեսանք, որ Սանկտ Պետերբուրգում զուգարանում մահացած է հայտնաբերվել Բորիս Ավագյանը, նախկին պաշտոնյա։ Դուք գիտեք, պարոն Բազյան, նախադեպ, որ հանձնվող մարդը ինքնասպանություն գործի։ Ես նման նախադեպ չգիտեմ եւ շատ տարօրինակ է, որ ինֆորմացիան գալիս է լրատվությունը, որ նա ինքնասպանություն է գործել զուգարանում։ Նման բան ես հնարավոր չեմ համարում։ Մարդը ինքնասպանություն չի գործի զուգարանում։ Այդ կեղտոտ տեղը ո՞նց է մարդը ինքնասպանություն գործելու ու այդպես ասենք իր մարմինը մնալու։ Ես դրան չեմ հավատում։ Ես չեմ հավատում, որ նա այդ տարածքում զուգարանում ինքնասպանություն է գործել։ Նրան հավանաբար սպանել են։ Ես այդպես եմ ենթադրում։ Ու էլի մեր հյուպատոսարանում տեղի ունեցել է դեպքը, նաև փաստաբանն է վերջերս պնդում, որ սպանություն է, ինքնասպանության չէր գնա, մեր արտգործնախարարությունը որևէ հաղորդագրություն չի տարածում։ Ես ափսոսում եմ, որ ամեն ինչ աշխատող են անում, Հայաստանի արտգործնախարարությունը անընդհատ, ուրեմն իր գործունեությունը նվիրված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, կատարելով Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները։ Սա է մեր արտգործնախարարության ոնց որ կարծես թե գերխնդիրը։ Ու այսպիսի պայմաններում մենք բնականաբար չունենալով ճկուն դիվանագիտություն 44 օրյա պատերազմում կրեցինք ծանր պարտություն, որովհետև մեր դիվանագիտությունը չէր աշխատել։ Ադրբեջանն ուներ հզոր դաշնակիցներ, իրենց ցեղակիցներ Թուրքիան, որը օգնում էր նրան Ադրբեջանի բայրակթարներով, իր անօթաչու ուրեմն թռչող սարքերով, Սիրիայից եւ Իրաքից բերած վարձկաններով եւ Թուրքիայի ՆԱՏՕ-ի դասընթացներով անցած սպայական կազմը ղեկավարում էր այդ պատերազմը։ Ադրբեջանին օգնում էր նաեւ Իսրայելը, նաեւ Պակիստանը, որը մինչև հիմա Հայաստանը չի ճանաչել որպես անկախ պետություն։ Իսկ մենք մենակ էինք այդ պատերազմի ընթացքում, որովհետեւ կրկնում եմ, մեր դիվանագիտությունը չէր աշխատել, մենք չէինք կարողացել բարելավել մեր հարաբերությունները մեր պոտենցիալ դաշնակիցների հետ, որոնցից մեկը Իրանն է, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Հնդկաստանը, ինչպես նաև Հունաստանը, որոնք լարված հարաբերություններ ունեն Թուրքիայի եւ թուրքական աշխարհի հետ։ Անկախության օրը տեսակ ինչպես էր բղավում, կեցե եւ մի հատ այսպես հա ժողովրդին էր ստիպում, որ իր հետ կրկնեն։ Այդ ինչի դրսևորում էր, եթե դեմ չեք 1 րոպե Ուրեմն ցուցադրական է այդ ամեն ինչը, որովհետև Նիկոլը հայտարարել է, որ հանձնելով Արցախը մենք ավելացրեցինք Հայաստանի ինքնիշխանությունը։ Ինքը այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ Արցախը դարեր շարունակ եղել է պատվար հայերի ու Հայաստանի համար։ Քանի կար Արցախը, մեր բոլոր սահմանները պաշտպանված էին։ Արևելքից այժմ
Արցախը չկա, ամբողջ Արցախը նվիրել է Ադրբեջանին, տվել է Ադրբեջանին։ Հիմա մեր բոլոր սահմանները Տաուշից մինչև Սյունիք կրակի տակ են։ Արևելյան սահմանները բոլորը 200 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքից ռազմավարական նշանակության դիրքեր եւ բարձունքներ 44-օրյա պատերազմի պարտության հետևանքով անցել են Ադրբեջանին եւ ադրբեջանցիք ռազմավարական նշանակության դիրքերում բարձունքներում եկել են, ուրեմն նրանց զինվորականները դիրքավորվել են կրակի տակ պահելով մեր բնակավայրերը, մեր ճանապարհները եւ Նախիջևանի կողմից նաեւ նման ասենք վտանգավոր իրավիճակներ կան Արարատի մարզում, Վայոց ձորի համար եւ Սյունիքի համար։ Բայց հիմա խոնարհվել էր ծնողների առաջ։ Այդ ամեն ինչը կներեք ես այդ ամեն ինչ ընդհանրապես ձևական բնույթ էր կրում։ Ես հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը իրավապահ մարմինների Եռաբլուրից զինվորի ծնողներին կանանց ուրեմն ոտքու ձեռի գլխից բռնած թևեր գցում էին մեքենաները եւ տանում էին բերման էին ենթարկում։ Այժմ կալանավորված են Նիկոլ Փաշինյանի հրահանգով զոհված հերոս զինվորի հայր Գարիկ Գալեյանը եւ զոհված հերոս զինվորի հայր Զորաբյանը, Արա Զորաբյանը, Արա Ռոստոմյանը ներողություն, շփոթեցի փաստաբանի հետ։ Արա Ռոստոմյանը կալանավորված են այժմ։ Ու էլի մի քանի տասնյակ մարդիկ ապօրինաբար շինծու մեղադրանքներով կալանավորված են, ովքեր Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել են, ընդդիմադիր գործունեություն են ծավալել։ Իմ դեմ էլ եղել նման շինծու քրեական գործ, ես դեռ քրեական գործը կարճված չի, բայց ես կես քայլ իմ բռնած ճանապարհից հետ չեմ կանգնելու։ Իմ գլխավոր նպատակը այս ապազգային իշխանությունը Հայաստանի իշխանությունը, այս ներկա պարտվողական իշխանությունը հեռացնելն է, Հայաստանում ձևավորել նոր ազգային իշխանություն, որը կիրականացնի բնականաբար մեր ժողովրդի արդեն կրկնություն եմ անում նպատակներ նետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող, բալանսավորված, հավասարակշռված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, երկրում կհաստատի օրենքի գերակայություն, քաղաքացիների իրավահավասարություն եւ կապահովի դատական իշխանության անկախությունը։ Անկախության օրը Եռաբլուրում չէր Սասուն Միքայելյանը, սա ինչի դրսևորում է։ Ես չեմ ուզում Սասունի փոխարեն ուրեմն որևէ գնահատական տալ, միայն տեղյակ եմ, որ Սասուն Միքայելյանը դուրս է մնացել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կազմից, այսօրվա երկրապահը գոյատևում է պետբյուջեից ամսական մի քանի 100 միլիոն փող են փոխանցում այդ կազմակերպության աշխատողների աշխատավարձերն են, տարածքների կոմունալ ծախսերն են, տարածքների վարձավճարներն են եւ բաժանմունքներին նաեւ, բայց նաեւ լսել եմ խոսակցություն, որ աստիճանաբար Նիկոլը ցանկանում է ոչ միայն կազմալուծել է մեր բանակ, այլ նաև նա հայտարարել է, որ երկրապահ էլ մեզ պետք չի, Ալիևի պահանջն է դա։ Այդ կազմակերպությունը պետք չի, որովհետև իբրև թե հաստատվել է խաղաղություն։ Ոչ մի խաղաղություն չի հաստատվել, մեր հայրենակիցները պետք է ճշմարտությունը իմանան։ Վաշինգտոնում ընդհանրապես նախաստորագրվել է մի փաստաթուղթ, որը որևէ իրավական ուժ չունի։ Թրամփը հայտարարել է, որ լիարժեք խաղաղության համաձայնագիր կարող է ստորագրվել 2026 թվականի վերջերին։ Բացի դրանից, մեր դեմ դրված է բազմաթիվ պահանջներ, այդ ուրեմն խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ալիևը պահանջում է 300,000-ից ավելի ադրբեջանցիներ գան ապրեն արևմտյան Ադրբեջանում, այսինքն Հայաստանում։ Մենք տանք նրանց Սյունիքի այսպես կոչված միջանցքը եւ Ալիևը հայտարարում է, որ որևէ հայ մարդու, որևէ հայ զինվորի սահմանապահի կամ մաքսային ծառայության աշխատողի մենք չպետք է հանդիպենք։ Դա չի լինելու։ Եթե ճանապարհ ենք տալու, դա լինելու է մեր վերահսկողության ներքո, մեր սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, մեր մաքսային ծառայությունների վերահսկողության ներքո ու մեր զինվորների վերահսկողության ներքո։ Մենք պետք է ստուգենք ինչ են տանում բերում Նախիջևանից Ադրբեջան կամ Ադրբեջանից դեպի Թուրքիա, որպեսզի չթողնենք զենք ու զինամթերք տեղափոխեն, նարկոտիկներ եւ այլն։ Դա մեր ինքնիշխան տարածքն է։ Իսկ Նիկոլը մեր ինքնիշխան տարածքը դարձրել է սակարկման առարկա։ Բայց այտենց լավ իրավորված էր Սասուն Միքայելյանը, դրա համար Եռաբլուր չէր եկել, այդ դրանով։ Չեմ կարող ասել ինչի համար Եռաբլուր չէր եկել։ Բայց այսպես հարցերը լուծեցին Սասուն Միքայելյանի։
ես ներողություն եմ խնդրում, ես չեմ ցանկանում Սասուն Միքայելյանի փոխարեն կարծիք արտահայտել եւ այլն։ Թե ինչու չի գնացել Եռաբլուր, դա իր խնդիրն է։ Աստված իր հետ, ես չգիտեմ ինչու չի գնացել Եռաբլուր։ Գուցեև արդեն ինչ-որ լարվածություն կա իրենց մեջ չեն կարող ասել, ինչի համար չի գնացել։ Սասունը եղել է ժամանակին մեր մարտական ընկերը, բայց նա այսօր իշխանության գործող ապազգային թուրքամետ իշխանության հենարաներից մեկն է դարձել երկրապահի վերնախավը։ Ոչ թե ամբողջ երկրապահները։ Երկրապահների շատ ուրեմն ազատամարտիկներ կիսում են մեր գաղափարները, մեր մոտեցումները եւ մեր հետ են։ Բայց վերնախավը բնականաբար Նիկոլ Փաշինյանի հետ է, որովհետև Սասունը 18 թվին քայլել է Նիկոլի հետ, ուսապարկերի հետ քայլել է, դրա շնորհիվ դարձել է երկրապահի նախագահ եւ արդեն 7-8-րդ տարին է ղեկավարում է Երկրապահ կամավորականների միությունը։ Պարոն Փազյան, բայց իրանք տեսեք խոսում են այն մասին, Նիկոլ Փաշինյանը ասում է 1-7 տարի է սահմանին զինվոր չի զոհվում եւ դա է իրենց խաղաղությունը եւ այս գնդակահարությունների, այս սպանությունների ֆոնին, որովհետեւ մենք ամեն օր լսում ենք նաեւ գրակահարթեր քաղաքի տարբեր հատվածներում, շատերը պնդում են սահմանին չեն զոհվում, ներսից է թշնամի սպանում։ Սասունը կամ լկտիաբար ստում է, կամ տեղյակ չի։ Արդեն Նիկոլ Փաշինյանը հայտարարել։ Հա, Նիկոլ Փաշինյանը, դուք ասացիք Սասունը դրա համար։ Նիկոլ Փաշինյանը լկտիաբար ստում է, որովհետեւ բազմաթիվ զոհեր ունենք պատերազմի ավարտից հետո, բազմաթիվ զոհեր։ Միայն կարող ենք 15 զոհի անունը հիշեցնել, որ վառվեցին բանում հրդեհ եղավ, այո, հրդեհ եղավ եւ 15 հոգի զոհվեցին ու մինչեւ հիմա դեռ բանը դատական նիստեր են ընթանում։ Դրանից զատ տարբեր տարիներին, տարբեր տեղերում էլի եղել մենք ունեցել ենք զոհեր։ Եթե ոչ հարյուրավոր գոնե տասնյակ զոհեր ենք ունեցել անմեղ տեղը, խաղաղ պայմաններում, հրադադարի պայմաններում, խաղաղության համաձայնագիր ստորագրված չի, մենք ունեցել ենք զոհեր, Արցախում էլ ցավոք սրտի մեծ հրդեհ եղավ, 200-ից ավելի մարդ զոհվեցին այդ հրդեհի պատճառով մեր հայրենակիցները Արցախի։ Ուրեմն պատերազմի սկզբից առաջ Ադրբեջանը եւ Թուրքիան օգոստոսին համատեղ իրականացնում էին զորավարժություններ։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց Նիկոլ Փաշինյանը գնացել էր Արցախում։ Հայաստանի տվյալ ժպրայի պաշտպանության նախարար Տոնոյանը գտնվում էր արտերկրում։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը մեծ ուժեր կենտրոնացնելով բոլոր կողմերից հարձակվեց Արցախի վրա, իսկ մենք Տոնոյանը Հայաստանում չէր, Նիկոլ Փաշինյանն էլ առավոտ շուտ այդ ուրեմն հատուկ նիստ հրավիրեց ազգային ժողովի, ամբիոնից հայտարարում է. եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք պես պարտված չենք ճանաչելու, ինչ էլ լինի, մենք պես պարտված չենք ճանաչելու։ Ես բազմիցս եմ կրկնել, ինչ է Նիկոլը բախտագուշակ էր, որ գիտեր, որ մենք պետք է պարտվենք, բայց մեզ պարտված չճանաչենք։ Իմ ենթադրությունն ու տեսակետը հետևյալն է, որ գաղթի բանակցություններում Նիկոլը Ալիևի հետ համաձայնվել է, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա եւ ինքը լինելով հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար այնպես անի, որ մենք պարտվենք ու ինքը Արցախը հանձնի Թուրքին, որովհետև Նիկոլը միշտ Արցախը համարել է բեռ Հայաստանի վրա։ Ինքը անընդհատ պահանջել է, որպեսզի մենք հայտարարում են, որ ինչ գործ ունեին իրենից առաջ, էլի, ինչ գործ ունեին այն ժամանակ հայկական զինվորները, Հայաստանի բանակի զինվորները, Հայաստանի զորքերը Ադրբեջանի տարածքում, այսինքն Արցախում ինչ գործ ունեին։ Մեր իմ պատասխանն հետևյալն է. ինչ գործ ունեն Միացյալ Նահանգների զորքերը տարբեր երկրներում, եթե այդ տեսակետից վերցնենք։ Եվ Արցախը Ադրբեջանից չէր, եթե ասենք ինքը համարում է, որ գործ չունեին, դա Ադրբեջանն էր, ինչու գնաց ուրեմն բանի 21 թվականին Ստեփանակերտ ժողովուրդը ողջավորությամբ իրեն ընդունեց այդ հանդիպման ընթացքում հրապարակում իր ճղճղան ձայնով բղավեց Արցախն Հայաստան է եւ վերջ սրելով իրավիճակը հնարավորություն տալով Ադրբեջանին սկսելու լեգիտիմ պատերազմ բայց հիմա ինքը մեղադրում է ձեզ էր հանում օկուպանտ այդ թվում նաեւ իր տղուն է դարձնում օկուպանտ որ որպես 18 տարեկան եղել է Արցախում Ուրեմն Արցախը մեր հայրենիքն է դարեր շարունակ հազարամյակներ շարունակ ընդամենը 70 տարի է եղել Ադրբեջանի կազմում 21 թվականին Լենին Աթաթուրք համաձայնագրով Արցախը եւ Նախիջևանը թողնվել են Ադրբեջանի կազմում Արցախը եւ ներկայիս Հայաստանը Նախիջևանի հետ միասին եղել են
Իրանի տիրապետության ներքո եւ Արցախը ունեցել է ինքնավարության որոշ հատկանիշներ, ներքին ինքնավարություն եւ որոշակի զորաբանակներ պահելու հնարավորություն։ Նիկոլը հայտարարել է մեկ անգամ ամիսներ առաջ Հայաստանը մեր հայրենիքն է, բայց մեր պետությունը եղել է դարեր շարունակ Օսմանյան կայսրությունը։ Ինքն այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ Օսմանյան կայսրությունը դա թուրքական պետություն էր, որը իրականացրել է հայերի հանդեպ ցեղասպանություն եւ տիրացել է մեր հայրենիքի մեծ մասին։ Ամբողջ արևմտյան Հայաստանը մնացել է Թուրքիային Մասիսարով, Վանա լճով, մեր մայրաքաղաքներով եւ այլն եւ այլն։ Ինքը արել է մի ուրիշ նաեւ հայտարարություն Շվեյցարիայում, որ դեռ պետք է պարզել, արդյոք եղել է ցեղասպանություն, թե չի եղել, եթե եղել է, ապա ինչու է եղել, ինչքան մարդ է զոհվել, ով էր մեղավոր, ինքը ակնարկում է, որ մենք հայերս իբրթե լինելով Օսմանյան կայսրության Թուրքիայի քաղաքացիներ դավաճանել ենք մեր պետության, այսինքն Թուրքիային, անցել ենք ռուսների կողմը, դրա համար թուրքերը մեր հանդեպ իրականացրել են ցեղասպանություն։ Այսինքն արդարացնում է, եթե եղել է ցեղասպանություն, ապա թուրքերը ճիշտ են արել, որ հայերին կոտորել են, որովհետև հայերը դավաճանել են իրենց պետությանը, այսինքն թուրքերին։ Դա է իր տրամաբանությունը։ Ինքը իր մտածողությամբ թուրք է, դավաճան թուրք։ Սպասեք ասում է, սպասեք վաղ թե ուշ Ադրբեջանի հետ էլ Ալեն Սիմոնյանն ասում, առևտուրել ենք անել, ուզենք, չուզենք, ճանապարհները բացվելու են։ Կարող են ճանապարհները բացվել, կարող ենք անել առևտուր, եթե Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, փոխհատուցում տա Հայաստանին մեր ժողովրդին, որովհետև ցեղասպանության արդյունքում մեր ժողովրդի 10 միլիոնյանոց հայության 3/3-ը ապրում է դրսում, Հայաստանում ընդամենը 1/4-ն է ապրում Հայաստանում։ Ուրեմն մարդիկ կորցրել են իրենց հարազատներին, իրենց հայրենիքը, ստիպված են եղել լքել այս տարածքը, չեն ուզեցել ապրել Թուրքիայում։ Ովքեր էլ որ մնացել են Թուրքիայում, ընդունել են մուսուլմանություն եւ աստիճանաբար խառնում են թուրքերին, կդառնան թուրք, կվերջանան։ Իսկ ինչ վերաբերում է առևտրին, հիմա էլ են առևտուր անում։ Վրաստանով գնում են Թուրքիա, մեր ասենք առևտրականները գնում են Թուրքիա, թուրքական էժանագին ապրանքը բերում են Հայաստան, վաճառում են մեր ժողովրդին։ Ի վերջո, վերջերս ասում են, իրեն կազմաքանդում է իր համակարգը, իր գտած համակարգը կազմաքանդում է հենց Լևոն Տեր-Պետրոսյանը եւ դրանով է պայմանավորված, որ վերջերս ինքը էլի այդպես խանգարումի մեջ է ընկած եւ Տեր-Պետրոսյանը ասաց, որ այս մարդու անունը գրվելու է հայոց պատմության դավաճանների հուշարձանին, Մելիք Ֆրանգուլը կլինի, Վահան Սունեցին կլինի, խնդրեմ։ Ես լիովին համամիտ եմ պարոն Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ։ Նա գրագետ անձնավորություն է, 7.5 տարի ղեկավարել է մեր պետությունը, վատ չի ղեկավարել, իհարկե կան նրան չընդունողներ եւ այլն, բայց նա ամենաճիշտ գնահատականն է տվել Նիկոլ Փաշինյանին։ Նա բառացիորեն, երբ որ Նիկոլ Փաշինյանն նրա հասցեին ինչ-որ քննադատական խոսքեր է ասել, լրագրողները հարց են տվել. Պարոն նախագահ, ինչպես կպատասխանեք Նիկոլի այս ուրեմն գնահատականներին, ասել է, ես չեմ ուզում պատասխանել ազգագործան պատուասի, չգիտեմ ինչ տվայտանքներին։ Այդ ազգագործան պատուասը տերմինը կպել է Նիկոլ Փաշինյանը։ Սա մեկ, երկրորդը Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ գնահատականներ է տվել, որ դավաճանը նա գնալու է Նիկոլը գնալու է այն դավաճանների, հայ դավաճանների շարքը համալրելու է եւ Նիկոլի վերջը շատ վատ է լինելու։ Ու ես ուզում եմ շեշտել նաեւ, որ այդ պատերազմը մենք պարտվեցինք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն էր հանդիսանում հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար, ով չի ծառայել բանակում եւ ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ Սա մեկ, երկրորդը, ուրեմն պատրոն Դավիթի միջոցով տարբեր քանակի ուրեմն ռազմական պատրոններ, տեխնիկա եւ այլն Ուկրաինայի միջնորդությամբ վաճառել են ուրեմն Թուրքիային։ Պատրոն Դավիթի միջոցով անգամ Ադրբեջանին են մինչև պատերազմի սկիզբը զինամթերք վաճառել Ադրբեջանին։ Փող շինելու գործով են զբաղված եղել, ոչ թե բանակը զորացնելու կամ բանակի ռազմատեխնիկական հնարավորությունները զարգացնելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերքի համար, ես ուզում եմ դիմել մեր ժողովրդին, սիրելի հայրենակիցներ, այսպես չի մնալու, որևէ իշխանություն հավերժ չի։ Շուտով մեր ժողովրդի համախմբամբ, ամբողջ հայության համախմբամբ
մենք կոչ ենք անելու, ոտքի ենք անելու մեր ժողովրդին, ձևավորել ենք անհնազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանությանը, պարտադրել ենք նրանց հեռացումը եւ ձևավորել ենք Հայաստանում ազգային իշխանություն։ Եվ ուզում եմ իմ խոսքերը վերջացնել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերով. կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։ Շնորհակալ եմ։